17-րդ օրն է։ Ընտրությունից 2 օր առաջ Արմատ մեդիայի դռները կապարակնքեցին, տեխնիկան տարան։ Ես ու գործընկերներս զրկված ենք նույնիսկ մեր անձնական հեռախոսներից։ Իրավապահները ինչ-որ բան են փնտրում այնտեղ։ Դեռ մենք սպասում ենք իրավապահ մարմիններից, թե իրականում ինչն էր պատճառը։ Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեն, որ ավելի քան 2 շաբաթ մեկ բառ անգամ չասաց լրատվամիջոցի կապարակնքման եւ այդպիսով լրատվական գործունեության խոչընդոտման մասին, հիմա պարզվում է իրավապահներին է սպասում։ Ուշի ուշով էլ հետևում է։ Մեզ համար ակնհայտ չէր, որ այդ գործողությունները կատարվել են լրագրողական կամ լրատվական գործունեության պատճառով։ Ինչպես է ստացվում, որ խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեի ղեկավարը չի տեսնում ակնհայտը, խաթարված է լրատվամիջոցի եւ այնտեղ աշխատող լրագրողների գործունեությունը, կամ ինչպես է ստացվում, որ ի սկզբանե մեր իրավունքները եւ ազատ խոսքը պաշտպանելու համար ստեղծված, դրա դիմաց արևմտյան կառույցներից մեծ դրամաշնորհներ ստացած կոմիտեն հիմա անտեսում է Արմատ մեդիայի լրագրողների ոտնահարված իրավունքները։ Խոսքի ազատության եւ պաշտպանության կոմիտեն միայն 2025 թվականի ընթացքում ստացել է դրամաշնորհներ հանուն ժողովրդավարության ազգային հիմնադրամից 36 միլիոն 405 հազար 335 դրամ, Internews Network-ից 1 միլիոն 331 հազար 83 դրամ։ Դրամաշնորհները ընտրովի պաշտպանության համար են, պարզ չէ։ Եթե խմբագրությունը, ես իհարկե սա չեմ պնդում, սա վարկածի կարգով ելնելով նաև հենց իրավապահ մարմինների հաղորդագրությունից, եթե դա մի տեղ է եղել, որ իրագործվել են այդ գործողությունները, սա մի հարց է։ Աշոտ Մելիքյանին իրազեկենք, մեր խմբագրությունը մի տեղ է, որտեղ մենք զբաղվել եւ հիմա էլ սահմանափակված ռեսուրսներով զբաղվում ենք բացառապես լրատվական գործունեությամբ։ Իդեպ, այնինչ տեսանելի չէ Աշոտ Մելիքյանին, դեռ հունիսի 5-ին տեսել ու դատապարտել է Հայաստանի ժուրնալիստների միությունը, Արմատ մեդիա ներխուժումը համարելով զարհուրելի ոտնձգություն լրատվամիջոցի դեմ։ Հանրայինի եթերում հիշելով Արմատ մեդիայի սեփականատեր Ալեքսան Ալեքսանյանին, Աշոտ Մելիքյանն ասում է, Ուժեղ Հայաստան կուսակցության ցուցակի առանցքային դեմքերից է։ Ալեքսան Ալեքսանյանը, որը առանցքային դեմք է իրենց ընտրացուցակում։ Ալեքսան Ալեքսանյանը Ուժեղ Հայաստանի ցուցակում որևէ տեղ չի զբաղեցրել։ Այս փաստը շատ հեշտ հնարավոր է ստուգել, ուղղակի մի քանի վայրկյան աչքի անցկացնելով դաշինքի նախընտրական ցուցակը։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին սոցցանցերում, հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։